Մենք վերլուծության ենթարկեցինք երկու հիմնական թվանշաններ՝ մեկերին եւ իններին, եւ դուք այլևս հասկացաք, թե ինչ է նշանակում թիվը դրականորեն անցնել եւ ինչ է նշանակում թիվը բացասաբար անցնել։ Եվ եթե մենք ուզում ենք, որպեսզի դրականորեն անցնենք, իսկ սա ինչ է նշանակում, երբ մենք դրականորեն ենք անցնում, կյանքը մեզ տալիս է հնարավորություններ։ Երբ մենք բացասական ենք անցնում մեր ծրագրերը, կյանքը մեզ տալիս է խնդիրներ։ Ու որքան առատ են լինում այդ խնդիրները, դա ուղիղ ցուցիչն է, որ մենք չենք անցնում մեր ծրագրերը դրականորեն։ Տեսեք, մինչև այդ ես հարց ուղեցի։ Ինձ հետ կապվելու համար կարող եք գրել անձնական նամակ, ես ձեզ կպատասխանեմ, ուղղակի անհրաժեշտ է գրել անձնական նամակ։ Կտամ ձեզ հեռախոսահամար եւ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, մենք միասին կքննարկենք։ Ես ձեզ հավատացեք, ամենաչնչին բանն եմ կարողացել հիմա փոխանցել, որպեսզի պատկերացում ունենաք, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ, երբ ինքը չի անցնում ուղղակի իր ծրագրերը դրականորեն։ Այո, հինգերի մասին էլ կխոսեմ հիմա։ Հինգերը ովքեր են։ Դրականում այս մարդկանց ուղեղի երկու կիսագնդերը միաժամանակ աշխատում են, եւ իրենք եւ կարող են ստեղծագործական լավ աշխատանք կատարել, եւ միևնույն ժամանակ կարող են տրամաբանությամբ մոտենալ։ Լավ շախմատիստներ են լինում հինգերը, կարողանում են IT ոլորտում աշխատել, լավ հաշվապահներ են լինում, թվագիտության հետ կապված բոլոր մասնագիտությունները նրանց ցուցված է, բայց հինգերը ունեն նաեւ թերի կողմեր, այսինքն երբ նրանք ծրագիրը բացասաբար են անցնում, սարսափելի ազատատենչ են, նրանց սահմանափակել չի կարելի, դրա համար էլ դժվարությամբ են ընտրություն կատարում կյանքը ամուսնական հարաբերություններում կառուցելու համար, չեն կարողանում մեկ ընտրություն կատարել։ Հա, եթե այս տեսանկյունից նայում ենք, հինգերը բոլորը այն մարդիկ են, ովքեր կարող են ունենալ կյանքի զուգընկեր, բայց միևնույն ժամանակ միշտ կասկածել արդյոք ճիշտ ընտրություն եմ արել, թե չէ։ Եվ միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ հինգերի հետ կապված այս մարդիկ որքան էլ ուղեղի երկու կիսագնդով աշխատում են, ստեղծագործական աշխատանք են կատարում, բայց մեծ խնդիր ունեն, երբ իրենց ուղեղում 100 բան են կառուցում, բայց դրանցից եւ որևէ մեկը ոչ սկսում են, ոչ ավարտում են։ Այսինքն ժամանակը կառավարելու հետ հինգերը լուրջ խնդիր ունեն։ Ու սա է կոչվում նրանց ծրագիրը չանցնելը։ Ու սա է կոչվում, որ հինգերը կարող է այդպես էլ չունենան սեփական բիզնես կամ սեփական ծրագրերը այդպես էլ կյանքի չկոչեն, որովհետև հինգերը ամենաառաջին բանը, որ պետք է կարողանան անել համաձայն իրենց ծննդյան թվի ցուցման, անհրաժեշտ է ժամանակի կառավարումը սովորել։ Իսկ ինչպես է անհրաժեշտ ժամանակը կառավարել, բոլորը ցուցումներով, հստակ գործնական աշխատանքներով, ես սա կատարում եմ արդեն on-line հանդիպման ժամանակ։ Չգիտեմ, այստեղ հարցադրումներ կար թե չէ, հիմա փորձենք տեսնենք։ Ահա, այս պահին կարծես թե որևէ հարցադրում չի եղել։ Ինչ հարցեր, որ ձեզ հետաքրքրում են, դուք հիմա ունեք հնարավորություն, որպեսզի այդ հարցերը ինձ ուղղեք այդ հարցերը, անկախ նրանից, թե ինչի հետ է կապված, գումարի, մասնագիտական կողմնորոշման։ Շատ դեպքերում ծնողներն են, չէ՞, մեր համար ընտրել մասնագիտական կողմնորոշումները, ու մեզանից գուցե շատերը ավարտել են որևէ մասնագիտական ուղղվածություն, բայց այդպես էլ չեն աշխատել տվյալ մասնագիտությամբ։ Ինչու՞, որովհետև տվյալ մարդու ծննդյան օր, ամիս, տարեթվի ծրագրում հստակ չկա, որ այդ մարդը տվյալ ուղղությամբ կարող է գործունեություն ծավալել։ Պատճառը միայն դա է։ Եվ մարդիկ կան, որ հոգով շատ փոքր ժամանակից այլ մասնագիտական ուղղություններ են նախընտրում, ու հատկապես 3-ին, 12-ին, 21-ին եւ 30-ին ծնված մարդկանց ծնողները փոքր ժամանակ թերագնահատում են նրանց կարողությունները եւ նրանց ստեղծագործական ընտրած ուղղությունները այնքան էլ չեն խրախուսում եւ այս երեխաները մեծանում են ու դա երբ դառնում են հասուն մարդիկ, իրենք այդպես էլ չեն կարողանում իրենց ստեղծագործական մտքերը կյանքի կոչել, որովհետեւ նրանց մեջ արդեն փոքր հասակից դրանք թերագնահատված են եղել։ Մեր մանկության տրավմաներն են, որ դրանք կոչվում են փորձեր, որոնք հետագայում ձևավորում են մեր համոզմունքները կյանքի նկատմամբ, իսկ այդ համոզմունքները ձգում են գործողությունների եւ մարդկանց, որոնց դեպքում մեր հոգեբանությունը պիտի ասի տեսար, որ դու ճիշտ էիր։ Եվ հենց այստեղից է գալիս, հա, եթե փոքր ժամանակ երեխան 8-ին ծնված երեխան բախվել է անարդար իրավիճակի, երբ նրան պատժել են, որովհետև ինքը որևէ բան է արել, բայց այնքան էլ արժանի չէր տվյալ պատժի տեսակին, նա մեծանում է անարդարության սկզբունքով ու գտնում է, որ բոլորը իրեն դավաճանելու են, ու գտնում է, որ մարդկանց վստահել չի կարելի, ու գտնում է, որ ոչ միտեղ հուսալի առաջարկ չի կարող լինել,
Այստեղից էլ աղջիկները ընտրում են այնպիսի տղամարդկանց, որոնց դեպքում իրենք պիտի մշտապես աշխատեն, իսկ տղամարդիկ չեն աշխատում, որովհետև դերերը փոխվում է հարաբերություններում, որովհետև կանայք դառնում են տղամարդկային ուժեղ էներգիա, իսկ տղամարդիկ հակառակը կնոջ էներգիան են վերցնում եւ սկսում են անպատասխանատվություն կրել հարաբերություններում։ Հարաբերություններում խնդիրն առաջանում է, երբ կինը իր էներգիայից դուրս է գալիս, մտնում է տղամարդու դաշտ։ Եվ այստեղ է, որ տեղի է ունենում, որ ամենաուժեղ տղամարդկային էներգիա ունեցող տղամարդը կարող է մի անգամից սկսել աստիճանաբար չաշխատել եւ բացարձակ ձգտում չունենալ կյանքում որևէ ձեռքբերում ունենալու, որովհետեւ տան կինը որոշել է, որ ինքն է այլևս տան հարցերը լուծելու, ինքն է մի քանի ոլորտներում գործունեություն ծավալելու, կարծես թե սիրում է ամուսնուն ու փորձում է նրան օգնել։ Այնինչ նա տղամարդու դերը վերցնում է իր վրա եւ տղամարդը աստիճանաբար թուլանում է, իսկ ինքը դառնում է տան տղամարդը, իսկ տվյալ ընտանիքում չեն կարող երկու տղամարդիկ իրար հետ ապրել։ Նրանցից մեկը հայտնվում է կնոջ կարգավիճակում կամ էլ պարզապես հեռանում է։ Ընկերներ, այն ինչի մասին ես այսօր խոսել եմ, հասկանալի էր ձեզ համար։ Գրեք 7, որպեսզի ես իմանամ, որ մենք ճիշտ հարթության վրա ենք եւ մեկս մյուսին հասկանում ենք, թե ինչի մասին էր թվային վերլուծությունը։ Գրեք ինձ 7, որպեսզի ես հասկանամ, որ հարգելիս, երբ մենք ստիպված ենք վերցնում այդ դերը վերցնել մեզ վրա, սա արդեն կապված է լինում, թե ինչպիսի մարմնավորումներ ենք մենք ունեցել նախկինում եւ ինչպիսի կյանքով ենք ապրել եւ այն ես ի սկզբանե ասացի, այն ինչ մենք արել ենք 3 պատասխան ենք տալիս դրա համար ու երբ 3 կանայք, օրինակ 3-ին, 12-ին, 21-ին, 30-ին ծնված կանայք, դրանք այն մարդիկ են, ովքեր ի սկզբանե իրենց համարում են թագուհիներ եւ գտնում են, որ իրենց պետք է ամեն ինչով ապահովեն։ Եվ կյանքը այս մարդկանց տալիս է այդ փորձությունը նրա համար, որովհետեւ 3-ներին փոքր ժամանակ չեն վստահել, մտածել են, որ կարողությունները թույլ է ու 3-ը կյանքում երբեք չի ինքնադրսևորվել։ Հիմա 3-ը վերցնում է իր վրա նման պարտականություններ, որպեսզի ինքը ուժեղանա, ինքնադրսևորվի ու ինչի համար են նման մարդիկ իրենց վրա, կանայք իրենց վրա այդպիսի դեր վերցնում։ Սրանք այն երեխաներն են, որոնք իրենց հայրերի կողմից չեն արժանացել հաստատման։ Հիմա դուք ձեր հորն եք բանապացուցում, որ տես պապ, ես օրինակ կարողանում եմ սա անել, որովհետև վստահություն չի եղել ծնողի կողմից երեխայի նկատմամբ։ Մտածել են տկար է, մտածել են թույլ է, մտածել են չի հասցնում, մտածել են դե չունի այդ տվյալները։ Բայց երեխան երբ որ մեծանում է ու սկսում է անընդհատ ձեռքբերումների հետևից գնալ, սա ուղիղ ցուցիչ է, որ ծնողները նրա ուժերին չեն հավատացել։ Մեծանալով նա ինքը որոշել է այդ բեռը վերցնել իր վրա, որ աշխարհին, բայց նախ եւ առաջ հորը ապացուցի, որ ես կարողանում եմ, տես։ Սա ամենակարևոր ցուցիչն է։ Առավել եւս որ խոսում ենք հենց 3-ի մասին։ Սա ցուցիչ է, որ տվյալ երեխայի կարողությունները անտեսված են եղել, իր տաղանդները անտեսված են եղել եւ այս մարդը մեծանալով ապացուցում է նախ եւ առաջ այն մարդուն, ում հետ ինքը ապրել է նույն ընտանիքում, ապացուցում է, որ տես ես կարող եմ։ Տես որ ես կարողացա իրականացնել, տես որ ես մենակ եմ նույնիսկ տանիմ հոգսը հոգում, հա, ես կարող եմ մի քանի հոգու համար պատասխանատվություն կրել, ոչ թե միայն ինձ համար։ Սրանում է, կարծում եմ հասկացանք ինչ եմ ես խոսում, չէ՞։ Եթե այո, ուրեմն խնդրում եմ հետադարձ կապ գրեք, որպեսզի հասկանամ, որ մենք ճիշտ ենք իրար հասկացել։ Ահա։ Ինչպիսի հարցեր ունենք այլևս, կան հարցեր, որոնք կցանկանայիք ուղղել։ Մինչև դուք ինձ հարցեր կուղեք, ես նորից եմ ցանկանում թվային վերլուծության մասին խոսել։ Իրականում թվային վերլուծությունը փոխել է իմ կյանքը, փոխել է իմ իրականությունը։ Այնպես չէ, որ ես միայն թվային վերլուծությամբ եմ զբաղվել։ Ես 18 եւ ավելի տարիներ գործունեություն եմ ծավալել հաղորդակցության ոլորտում, հեռուստատեսությունում եմ աշխատել, լրագրող եմ եղել, բաժնի ղեկավար եմ եղել, խմբագիր եմ եղել, տնօրեն եմ եղել, բայց միևնույն ժամանակ ես կորցրել եմ այդ աշխատանքը։ Կորցրել եմ ու միայն թվային վերլուծություններ, որ ինձ օգնեց, որ ես կարողանամ հեշտորեն հարմարվել 18 տարիների աշխատանքից հրաժարվելու մտքի հետ, որովհետև բոլորս էլ պատկերացնում ենք, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում ու որ ոլորտը, որ մենք մեծապես սիրում ենք, թեպետ ես հաղորդակցման դասընթացների շնորհիվ եւ օգնությամբ միևնույն է մարդկանց սովորեցնում եմ այն ինչ որ ես
հաղորդակցության ոլորտից, իմ ուսանողական տարիներից եւ 18 տարիներից վերցրել եմ, ես իմ փորձով կիսվում եմ մարդկանց հետ, կարողանում եմ օգնել, որպեսզի տահավուր պատշաճի ներկայանան տարբեր իրավիճակներում, ճիշտ ինքնաներկայանան եւ ասեն ով են իրենք, եւ միևնույն ժամանակ թվային վերլուծության միջոցով կարողանում եմ բացահայտել մարդու առանձնահատկությունները, մասնագիտական ուղղությունները, թե որտեղ կարող է գործունեություն լավագույնս ծավալել, որտեղ կարող է ունենալ իր ամենամեծ գումարները եւ ինչը կարող է արգելափակել այդ գումարի հոսքը։ Թվային վերլուծությունն էր, որ ինձ օգնեց, որ ես ճիշտ վերլուծությամբ մոտենամ իմ աշխատանքի կորստին, որպեսզի կարողանամ ճիշտ դուրս գալ տվյալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից, որովհետև տեսեք հիմա ես ձեզ հետ եմ անկեղծանում, որովհետև մենք ուղիղ եթերում ենք, բայց բնականաբար յուրաքանչյուր մարդու համար աշխատանքը կորցնելը հավասար է ճգնաժամի, աշխատանքը կորցնելը հավասար է զրոյից ինչ-որ բան ստեղծելուն, աշխատանքը կորցնելը դա որոշակիորեն դիրքի փոփոխություն է հասարակությունում, բայց երբ որ դու ունենում ես քո թվային վերլուծությունը ու հասկանում ես միևնույն ժամանակ, որ դու 9 ես, իսկ ես 9 եմ, իսկ նախորդ տարին 9 էր թվանշանով եւ խոսքը գնում էր ամեն ինչը ավարտին հասցնելու մասին, հրաժարվել այն ամենից, ինչը իրեն արդեն սպառել է, որտեղ դու արդեն լճանում ես, դու երբ քո կամքով չես բաց թողում, դու դա կորցնում ես հարկադրաբար, դա ուղղակի քեզանից խլում են, ինչպես եղավ իմ դեպքում, դա ուղղակի ինձանից խլեցին, ու ոչ թե ես նյարդայնացա, ոչ թե ես հուսահատվեցի, ես սկսեցի ծանրութեթև անել, վերլուծել, ելնելով իմ թվերից, թե ինչ էր նշանակում ինձ համար նման կորուստը։ 10 հիմնավորում գրեցի դրականորեն, թե ինչ տվեց ինձ այս աշխատանքից դուրս գալը, 10 հիմնավորում, թե ինչ իմ կյանքում բացասաբար փոխվեց։ Հավատացեք, դրական կետերը շատ ավելի շատ էին, քան բացասականը։ Ես երբևէ այն մարդկանց թվին չեմ պատկառնել, ով իր դիրքը օգտագործել է որևէ հարց լուծելու համար։ Եվ ես միայն ոլորտում բարեփոխում էի կատարում, ուրիշ ոչ մի բան։ Դրա համար ես հասկացա, որ ինձ պետք էր ավելին։ Հիմա ավելի շատ ժամանակ ունեմ ձեզ հետ անցկացնելու, հիմա ավելի շատ եմ կարողանում նամակներին պատասխանել, հիմա ավելի շատ եմ կարողանում տեսանյութեր նկարահանել, հիմա ավելի շատ մարդկանց եմ կարողանում օգնել որպես դասական 9, որպեսզի փոխեն իրենց կյանքը։ Ես իրավամբ 9-ի իմ բոլոր առավելությունները բացել եմ, որովհետև եթե նայենք, եթե այստեղ կան 9-ին ծնված մարդիկ, արձագանքեք, հա, 9, 18, 27, եթե ծնված մարդիկ կան, եկեք գրեք, որպեսզի հասկանանք, թե մենք որ հարթության վրա ենք գտնվում։ 9, 18, 27, եթե կան գրեք, որպեսզի հասկանանք, այս մարդիկ սիրում են փրկել օգնել, բայց միևնույն ժամանակ նրանք բավականին շատ սիրում են մենակությունը, սիրում են մեկուսի աշխատանքը, չեն սիրում մեծ կոլեկտիվներում աշխատանքը, նրանք նախընտրում են, որպեսզի իրենք իրենց գործի տերը լինեն։ Ու այս դեպքում, երբ մարդը դուրս է գալիս հազարավոր մարդկանց առաջ ելույթ է ունենում, խոսքով է հանդես գալիս, կրթում է մարդկանց, կարողանում է կապի մեջ լինել մարդկանց հետ եւ մշտական շփման մեջ լինել, 9 արդեն իսկ դրականորեն է անցնում իր ծրագրերը։ Սրա մասին է խոսքը։ Եվ եթե ես որոշեի, որ աշխատանքից կորցնելուց հետո պետք է մեկուսանամ, գործունեություն չծավալեմ, ուղղակի ճգնաժամային իրավիճակում լինեմ, դուրս չգամ տնից, դա ինձ համար կործանարար կլիներ եւ այս խնդրին մեկ ուրիշ խնդիր կավելանար, արդեն խնդիրներ հարաբերություններում, բնականաբար առողջությունում եւ հարց կառաջանար։ Ինչու՞։ Իսկ դա զուգադիպեց իմ 39 տարեկանի հետ։ Եթե նկատում եք, ես ի սկզբանե մեր հանդիպման նշեցի, այո, տեսեք, դուք 18 եք։ Ես ի սկզբանե նշեցի, որ եթե մենք բացասաբար ենք անցնում, մենք մեծ խնդիրներ ենք ունենում ու խնդիրներ ենք ունենում տարբեր ոլորտներում միաժամանակ։ Սա է ցուցիչը, որ մենք այլևս շեղվել ենք մեր իրական ծրագրերից ու ոչ թե խնդիրները լուծել այնպես, ինչպես մենք ենք մտածում, երևի ճիշտ է, այլ բոլոր խնդիրներին լուծում այսուհետև գոնե այստեղ ներկա մարդիկ գիտեն, որ պետք է տան իրենց ծննդյան օր ամիս տարեթվից ելնելով։ Կարևոր 3 թվեր, որոնց միջոցով ունենք 5 ծրագրեր եւ որտեղ յուրաքանչյուր ծրագրի տակ գրված է ձեզ ցուցված է ծրագիրը այսպես անցնել, ձեզ ցուցված չէ ծրագիրը այսպես անցնել։ Կատարեք այս քայլերը, կարգելաբացվի ձեր գումարի հոսքը,
Կատարելով այս քայլերը, դուք ամեն օր արգելափակում եք ձեր գումարի հոսքը։ Ես նոր օրինակներ վերեցի 1-երի եւ 9-երի վրա, խոսեցինք 5-երի մասին, թե ինչու նրանք չեն կարող գումար ունենալ, խոսեցինք 3-ների մասին, թե ինչ էր նշանակում պատասխանատվությունը ստանձնել կյանքում, ինչի համար ենք մենք այս ամենը անում եւ այլն եւ այլն։ Եթե կա այս հատվածում հարցեր, խնդրեմ գրեք, ես սիրով կպատասխանեմ, ինչպիսի ոլորտ է ձեզ այս պահին անհանգստացնում, որ դրա պատասխանը կցանկանայիք ունենալ։ Ես նշեցի, որ ֆինանսական հարցերը, հարաբերությունները եւ առողջությունը միաժամանակ սկսում են ակտիվանալ այս 3 ծրագրերը 33 տարեկանից սկսած։ Եվ հենց այդ ժամանակից սկսված է, որ 33-ում, 35, 36-ում, 39, 40-ում, 45, 49, 46 մենք ունենում ենք տարիքային ճգնաժամեր։ Եվ սրանից դուրս գալու տարբերակը միմիայն ձեր թվային վերլուծության ցուցումներով առաջնորդվելն է։ Եթե չունեք հարցադրումներ, գրեք թե ինչով էր կարևոր այս ուղիղ եթերը ձեզ համար, կիսվեք ձեր կարծիքով, ինչ նոր բան իմացաք, ինչն էր կարևոր ձեզ համար, կիսվեք ձեր կարծիքով, ինձ հաճելի կլինի հետադարձ կապի մեջ լինեմ այն բոլոր մարդկանց հետ, ովքեր հետևում են իմ էջին, եւ մինչեւ դուք կկիսվեք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ նամակներ են գրում, հետադարձ կապի մեջ են լինում, հարցադրումներ են ուղղում։ Նույնիսկ, ահա, տեսեք, դուք 49 տարեկան եք եւ 18 եք, ու եթե հիմա գրեք, որ ամսին եք ծնվել, եթե ինձ թույլ տա այս հարթակը պահել ուղիղ եթերը, ես անպայման կպահեմ, թեպետ մի քանի անգամ եթերը ընդհատվել է, բայց գոնե այս վերջին անգամը կփորձեմ պահել, եթե հարցադրումներ ունեք, խնդրեմ, հիմա կարող եք ուղղել, նամանավանդ որ նոր եք միացել, ինչ է ձեզ մտահոգում, որ ոլորտը մտահոգում գրեք, մենք կապի մեջ կլինենք, որպեսզի կարողանանք ճիշտ եւ գրագետ հարաբերությունների մեջ լինել։ Եթե ցանկանում եք անհատապես գրանցվել անհատական խորհրդատվության, պետք է գրեք անձնական նամակ, գրանցվեք խորհրդատվության օրվա համար եւ կանցնենք ձեր թվային վերլուծությունը։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, ինձ ուղիղ եթերից հետո գրեք, եթե ցանկանում եք միայն դիագնոստիկա, որպեսզի ունենաք, թե ինչպիսի խնդիրների եք բախվում, ինձ ուղարկում եք ծննդյան օրն ու ամիսը։ Իսկ եթե արդեն ցանկանում եք, որպեսզի կյանքը փոխեք, ուրեմն անհրաժեշտ է անցնել ծրագրային վերլուծությունը։ Այս հատվածում ուզում եմ նշեմ, որ ծննդյան թվերի վերլուծության արդյունքում դուք կարողանում եք եւ ունենալ ձեր տարվա թիվը անձնական, այսինքն 2026 թվականը բոլորիս համար նոր փուլի մեկնարկ է, 9-ամյա փուլ, այսինքն 9 տարիներ, որոնք շատ կարևոր են լինելու յուրաքանչյուրիս կյանքում եւ այնինչ սկսենք հիմա, ինքը երկրաչափական պրոգրեսիայով արտացոլվելու է արդեն հաջորդական տարիներին։ Ու եթե հիմա նայում ենք, որ աշխարհի մակարդակով առաջին փուլում պատերազմները սկսվեցին մի շարք երկրների միջև, առանց վատ կանխատեսում կատարելու թվային վերլուծության, պետք է նշենք, որ սա առաջիկա 9 տարիներին իր պտուղները տալու է։ Այս մասով ուղղակի այսքանը կասեմ, որ անհրաժեշտ է ուշադիր լինել եւ այստեղ անհրաժեշտ էր, որպեսզի մենք կարողանայինք։ Անձնականը շատ լավ է, ֆինանսականը կաղում է։ Ֆինանսականը կաղում է, որովհետև եթե աշխատում եք որևէ մեկի մոտ ու չունեք ձեր սեփական բիզնեսը, ֆինանսական հոսքի արգելափակումը նախ եւ առաջ դրա հետ է կապված։ Երկրորդ, երբ դուք քննադատաբար եք մոտենում աշխարհին, ձեր գումարի հոսքը փակվում է, թեպետ դուք գումար վաստակելու մեծ կարողություններ ունեք ձեր թվերի մեջ դրված եւ կարող եք տարբեր ոլորտներ միատեղել, թե լոգիկան եւ թե ստեղծագործական աշխատանքը եւ հաշվապահություն, գիտական աշխատանքներ, տարբեր ոլորտների ամենաբարդ տեղեկատվության համատեղումը եւ ամենապարզ մակարդակով ցույց տալը, ձեր փորձով կիսվելը, առհասարակ 23-ին ծնված մարդիկ շատ սիրում են իշխանություն ունենալ, բայց այնքան էլ չեն սիրում աշխատել, ուզում են, որ իրենց ապահովեն իրենց կյանքի երկրորդ կեսը այդ հարցերում։ Իսկ ֆինանսական հարցերը, եթե ձեզ մոտ կաղում են եւ դուք, այո, անձնականը լավ է, ֆինանսականը կաղում է, ճիշտ է։ Իսկ եթե ֆինանսական հարցերն են գլուխ բարձրացրել, անհրաժեշտ է անցնել
գումարի ծրագիրը, որի համար պատասխանատու է ծննդյան տարեթիվը, այն իր մեջ կրում է եւս 5 ենթածրագրեր, այստեղ խորությամբ վերլուծության է ենթարկում ձեր մասնագիտական ուղղությունների ընտրությունը, որ ոլորտում կարող եք հանդես գալ, ինչպես կարող եք ինքնադրսևորվել կյանքում, որ ոլորտներն է լավագույնը ձեր գումարի վաստակելու համար, որ քայլերն է ձեր նպաստում, որպեսզի արգելափակվի գումարը եւ կա ցուցումներ, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի արգելաբացվի գումարի ոլորտը։ Նախ եւ առաջ, եթե դուք քննադատաբար եք մարդկանց մոտենում, կասկածամիտ եք, չեք ցանկանում նրանց լսել, ձեր ամենամեծ խնդիրները այստեղից է գալիս, որովհետեւ անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք մարդկանց նկատմամբ հավատ ունենալ, կասկածամտությունը դնեք մի կողմ, ինտելեկտուալ հպարտությամբ չտարվել, մարդկանց առաջնորդել։ Ֆինանսականի համար անհրաժեշտ է անցնել ծննդյան տարեթվի ծրագրի վերլուծությունը, որը ձեզ կտա բոլոր լուծման ուղիները, բոլոր լուծման բանալիները, որոնցով կկարողանաք առաջնորդվել կյանքում։ Անձնական կյանքում, հարգելի Մարգարյան Սաթենիկ, դուք խնդիրներ եք ունենում այն պատճառով, որովհետև նախ ցեղում խնդիր կա հարաբերությունների հետ կապված, նաև դավաճանության հետ կապված, շատ քննադատաբար են մոտենում եւ միևնույն ժամանակ դուք տարալուծվելու հակում ունեք հարաբերություններում, այսինքն դուք եթե ձեր զուգընկերը կյանքի ուղեկիցը ինչ ցանկություններ ունի, դուք ավելի հակված եք դրանք իրականություն դարձնել, քան կարողանալ նրան ասել որևէ բանում ոչ, եւ միևնույն ժամանակ անհրաժեշտ է այս փոխհարաբերություններում էկոլոգիապես ճիշտ արտահայտել ձեր հույզերը, եւ եթե դուք Սաթենիկ ձեր հույզերը պահում եք ձեր մեջ, դրանք հետագայում հնարավոր է առողջական խնդիրների վերածվեն կանացի օրգանների շրջանում, եւ եթե կարողանաք էկոլոգիապես ճիշտ արտահայտել ձեր հույզերը, նաեւ ագրեսիան չեք ուղի ոչ ձեզ, ոչ էլ ձեր ընտանիքի անդամներին։ Խնդրեմ, համեցեք։ 26-ին ծնված մարդկանց մասին, եթե հիմա մի փոքր խոսենք, շնորհակալ եմ արձագանքելու համար Պետրոսյան 0000, ես շատ շնորհակալ եմ հետադարձ կապի համար, եկեք 8-երի մասին խոսենք, որովհետև 8-ը հենց խոսում է պատճառ-հետևանքային կապի մասին, ու պատճառ-հետևանքային կապը սա է, եթե ես մարդկանց վստահեմ, իրենք ինձ կդավաճանեն, ցանկացած առաջարկ դրա մեջ կարելի է կասկած տեսնել, ընկերության մեջ հուսալիություն չի լինում, պարտները անպայման կդավաճանի, որովհետև այս ամենը գալիս է մանկության տարիներից։ Մենք ունենք սկզբունքներ ձևավորված, որը հետագայում փոխվում է փորձի։ Եվ մենք նման մարդկանց ենք ձգում մեր կյանք։ Ամենամեծ գումարներ աշխատելու թիվը 26-ին ծնված մարդիկ ունեն, ճիշտ է, մաքուր 8-ի նման չունեն, բայց իրենք էլ 2-ի եւ 6-ի միացություն են, ու այստեղ անհրաժեշտ է, որ ավելի շատ հոգեբանական աշխատանքներ, մարդկանց լսելու, սուրանկյունները հարթելու միջոցով այս մարդը կարողանա իր գումարը վաստակել, սակայն նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ դուք դադարեք աշխարհին քննադատելուց, գտնելու, որ այս անձնավորությունը խելացի է, այս մեկը արժանի է, այս պաշտոնին կամ արժանի չէ, մենք այս դեպքում պետք չէ, որ ստանձնենք Աստծո գործը, որովհետեւ Աստված վերևում ամեն ինչ ճիշտ ստեղծել է, ու մարդը, երբ դուրս է գալիս համակարգի առաջ վիճելու, ինքը անպայման խնդիրներ է ունենում։ Երբ որ մենք սկսում ենք վիճել 8-երի մասին է խոսքը, երբ որ մենք սկսում ենք դուրս գալ ու սկսել որոշենք, թե ինչն էր արդար, ինչն էր անարդար, ում ինչ էր կարելի, ում ինչ չէր կարելի, մենք անմիջապես հարկային դաշտում, օրենքի դաշտում բախվում ենք խնդիրների։ Այ դուք երբ որ օրենքը շրջանցում եք, անպայման ֆինանսական լուրջ խնդիրներ եք ունենում եւ ֆինանսական կորուստի եք բախվում։ Ես էլ շնորհակալ եմ Սաթենիկ ջան հետադարձ կապի համար։ Ես ուզում եմ, որպեսզի ուղիղ եթերին ներկա մարդիկ, նաև դուք մեկնաբանություններին ուշադիր լինեք, որովհետև եթե նկատում եք, մենք հիմա ուղիղ եթերում ենք աշխատում, եւ ես ամենափոքր տեղեկատվությունն է, որ կարող եմ ձեզ փոխանցել ձեր մասին։ Ու սա գուշակություն չէ, սա բախտագուշակություն չէ, սա աստղագիտություն չէ, սա թվային վերլուծություն է, որի հիմնադիրը եղել է Պյութագորասը, ով ստեղծել է թվերը եւ միևնույն ժամանակ ասել է, որ կյանքում ամեն ինչ պայմանավորված է թվերով։ 29-ին ծնված մարդիկ դուք թվով 2 եք համարվում եւ ամենակարևոր բանը, որ պիտի կյանքում անեք, հիմնեք ձեր սեփական դպրոցը, որևէ հաստատություն, մի տեղ, որը ծածկ կլինի ու դուք այնտեղ գործունեություն կծավալեք։
ուսումնական հաստատություն կարող է լինել, որտեղ դուք ձեր ամենամեծ գումարները կարող եք վաստակել։ Իսկ առավել մանրամասների համար անհրաժեշտ է գումարի 6 ծրագրերը միաժամանակ վերլուծեմ, որպեսզի սա ասեմ։ Սա ընդհանրապես ծննդյան տարեթվին նայելով կարող ենք այս ամենը ասել։ Եվ ամենակարևորը, կառավարեք ձեր ագրեսիան, կլինի թե դեպի ձեզ ուղված, թե դեպի դուրս ուղված, որովհետև սա արգելափակում է ձեր գումարի հոսքը։ Ինչպես կարելի է բաց թողնել անցյալի վիրավորանքը։ Շատ լավ հարց է, որովհետև սա արդեն հոգեբանական աշխատանքի մաս է, երբ մենք թվերի վերլուծությունից զատ, նաև մարդուն հանձնարարում եմ հոգեբանական տեխնիկաներ կատարելու համար, անցյալը բաց թողելու ամենամեծ հնարավորությունը եւ ամենամեծ վերափոխումը մարդը ապրում է այն ժամանակ, երբ կարողանում է հրաժարվել անցյալից։ Այսինքն այն ինչ վիրավորանք է, այն ինչ կուտակվել է ձեր մեջ եւ այն ինչ այլևս հնարավորություն չի տալիս, որ ձեր կյանք նորը գա։ Նորը ունենալու համար անհրաժեշտ է բաց թողել հինը։ Թե վիրավորանք կլինի, թե ներքին անհանդուրժողականություն կլինի, հավատացեք, եթե դուք հիմա վերլուծեք տվյալ իրավիճակը, դա ձեզ որևէ դրական տեղ չի տանում։ Ու ամենակարճ ճանապարհը լուծման բաց թողելն է։ Այստեղ մենք նամակի կարգով ենք աշխատում, ես տալիս եմ հանձնարարություն, թե ինչպես է անհրաժեշտ նամակը գրել, բովանդակություն եմ տալիս նամակի անցյալը բաց թողելու, այն անձնավորությանը, որի նկատմամբ դուք ունեք որևէ վիրավորանք, որ պահել եք, եւ հնարավորության դեպքում դուք այդ ամենը, այնինչ պահել եք ձեր հոգու խորքում, կասեիք դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, այլևս կարիք չկա։ Մենք նամակները գրելու ձևով, որը կարող է լինել 7 օրվա, 21 օրվա կամ մինչև 30 օրվա կտրվածքով, մենք նամակներ ենք գրում, որտեղ պահում ենք հստակ կառուցվածքը, եւ սա ավելի շատ ինքնամաքրման աշխատանք է։ Սովորաբար նամակները գրելու արդյունքում դուք բացահայտում եք, որ տվյալ անձնավորության հետ չեք կապված, այլ ձեզ հետ է կապված, ձեր հոգեբանության հետ է կապված, եւ սա ամենակարճ ճանապարհն է, որպեսզի դուք ինքներդ ձեզ վերանորոգեք, ինքնամաքրվեք եւ բաց էջով սկսեք ապրել եմ։ Եթե կցանկանաք, գրեք անձնական նամակ, առավել մանրամասները գրանցվելու հետ կապված, հարգելի Դիանա, ես ձեզ ուղարկեմ։ Խնդրեմ համեցեք։ Ես էլ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են այսօրվա ուղիղ եթերին։ Ես սիրով եմ կազմակերպում նման համապատրաստի ուղիղ եթերներ, որովհետև հասկանում եմ, որ ցանկություն ունեմ շփվելու այն մարդկանց հետ, ովքեր ինձ հետևում են, իմ գրառումներին հետևում են, եւ այս դեպքում մենք մի մեծ ընտանիք ենք, եւ մենք պետք է ժամանակ առ ժամանակ կարողանանք ուղիղ եթերների տեսքով հանդիպել, եւ դուք էլ կարող եք ձեր առաջարկներով հանդես գալ, իդեպ գրեք ինձ անձնական նամակ, թե ինչ թեմաներով կցանկանաք, որպեսզի մենք հանդես գանք եւ միասին կունենանք։ 24/11/1973 6 դուք թվով 6 եք համարվում եւ այս մարդկանց մանկության տրավման հետեւյալն է եղել։ Ես փոքր ժամանակ չեմ կարողացել որևէ վեճի լուծում տալ, կլինի դրսում ընկերների շրջանում կամ ծնողների դեպքում գուցե բաժանություն, գուցե այնպիսի վեճեր, որտեղ ծնողներից մեկը որոշել է հեռանալ եւ այս երեխան, որը չի կարողացել տվյալ խնդրին լուծում տալ, ինքը որոշել է, որ ներողություն այս երեխան որոշել է, որ ինքը պետք է օգտակար լինի։ Եթե ինքը օգտակար չի լինում, ինքը մնում է մենակ։ Իդեպ վեցերը շատ նման են այս առումով իներին, որովհետև իրենք էլ սկսում են փրկել կյանքում։ Փրկել, օգնել ու դրա պատճառով էլ իրենք բախվում են ամենամեծ խնդիրներին։ Հետո սկսում են բծախնդրորեն վերաբերվել իրենց արտաքինին, սկսում են չընդունել իրենց արտաքինը, իսկ ցանկացած դեպքում, երբ վեցը սկսում է բծախնդրորեն իր դեմքին, մարմնի կառուցվածքին սկսել հետևել եւ ջղայնանալ, որ ինչ-որ բան իրեն ձեռք չի տալիս եւ ուզում է փոփոխություններ կատարել, սա նշանակում է, որ դուք սկսել եք ինքներդ ձեզ չօգնել, չընդունել։ Իսկ եթե դուք ձեզ չեք ընդունում, անմիջապես ձեր մարմնի վրա տարբեր տեսակի ալերգիկ դրսևորումներ են լինում, որովհետեւ վեցերը հակում ունեն ալերգիաների, էկզեմա, պսորիազ եւ մաշկային տարբեր հիվանդությունների, տարբեր տեսակի ալերգիաների։ Դրա համար, որպեսզի ձերբազատվեք նաեւ դրանից, տեսեք, որ միանգամից առողջական ոլորտի հետ կարող եք կապ ունենալ, անհրաժեշտ է դրականորեն անցնել, քննադատաբար չմոտենալ, ընդունել ձեր եսը, առաջինը ձեզ համար անել, ձեր կարևորությունը չտեսնել օգտակար լինելու մեջ, դուք կարևոր եք, որովհետև դուք արդեն ծնվել եք, սա է ձեր ամենակարևոր կետը, որին պետք է հանգել,
Իսկ առավել մանրամասն վերլուծության համար արդեն պետք է գրանցվել։ 4-ին ծնվածները, շատ ներողություն եմ խնդրում, ինձ ասեք 4-ին ծնվածը կին է, թե տղամարդ, որովհետև այստեղ learn English է գրված ու ես չեմ հասկանում։ Որովհետև 4-ին ծնված տղամարդու դեպքում այլ վերլուծություն ենք կատարում, իսկ կնոջ համար բոլորովին այլ վերլուծություն ենք կատարում, սա եւս կարևորություն ունի, այն վերլուծությունը, որ ես կատարում եմ 22 թվերի միջոցով, ճիշտ է, ես հիմա 1-ից 9 եմ վերածում ուղիղ եթերում, որպեսզի բոլորի համար բարձ լինի, բայց խորը վերլուծության դեպքում սա Կարմիկ դպրոցի վերլուծությունն է, 22 թվերի միջոցով ենք կատարում եւ հավատացեք 4-ին, 13-ին, 22-ին եւ 31-ին ծնված մարդիկ տարբեր տեսակի 4-եր են, թեպետ մենք բոլորին 4 ենք ասում, խորը վերլուծության ժամանակ նրանց մենք բոլորովին այլ կերպ ենք սկսում վերլուծել։ Կին։ Այստեղ ամենամեծ խնդիրը, որ դուք գուցե նաև կունենաք գումարը վաստակելու հետ կապված, դա այն է, որ ունեք ուժեղ տղամարդկային էներգիա։ Կնոջը բնորոշ չէ ուժեղ տղամարդկային էներգիա ունենալը։ Նախ եւ առաջ ձեզ անհրաժեշտ է, որպեսզի դուք սկսեք զբաղվել վոկալով, բարով, այնպիսի ոլորտներով, որտեղ կանացի էներգիան կավելանա։ Եվ ինչի պարը, որովհետև պարը կանացիություն է շատ մեծացնում մեր մեջ եւ գումարի ոլորտում էլ դուք կարող եք ձեր գումարները կորցնել այն ժամանակ, երբ դուք շատ ուժեղ գնում եք ձեռքբերումների հետևից։ Որոշում եք տղամարդկային էներգիայով պատասխանատվություն, մրցակցություն, հաղթանակներ, նոր բարձունքների գրավում եւ այլն եւ այլն։ Այս դեպքում այս կինը, երբ ինքը կգնա այն ճանապարհով, որ ես հենց նոր նշեցի, ինքը խնդիրներ արդեն կունենա հարաբերությունների ոլորտում, խնդիրներ կունենա իր աղջիկ երեխայի հետ եւ հարաբերությունները այստեղ մեծապես կտուժեն։ Ձեզ ընտանեկան բիզնես ամուսնու, եղբոր, հոր հետ լրիվ ցույցված է, որ դուք կարողանաք անեք, բայց միևնույն ժամանակ դուք պետք է հասկանաք, որ անհրաժեշտ է կանացի էներգիայի վրա լրջորեն աշխատել, սրա հետ կապված եւս մենք ունենք պրակտիկաներ, որոնք կատարում ենք, հետեւել այն կետերին, որտեղ գրված է, եւ կկարողանաք արդեն այն ոլորտը, որտեղ գործունեություն եք ծավալում, որը որ կընտրեք գործունեության համար, սա կլինի դպրոցի հիմնում, փորձի կիսվել, դասավանդում, սպորտ կոմպլեքսի բացում, նաև այստեղ հողի շինարարության հետ կապված աշխատանքներ եւ այլն, ճարտարապետություն, շինարարություն, շենքի հիմնում եւ այլն, սա բոլորը ձեզ ցույցված է։ Իսկ եթե ցանկանում եք բոլոր ոլորտների իմանաք, թե որտեղ կարող եք լավագույնս ինքնադրսևորվել, ապա առաջինը, որ ցույցված է անել, դա անցնել ձեր անհատականության եւ ձեր գումարի ոլորտների ծրագրերը։ Ինձ համար խրախուսելի է, երբ դուք անցնում եք բոլոր ծրագրերը, բայց երբ մարդիկ գտնում են, որ տոհմի ծրագիրը դե չէ, ինչ է, որ հոգևոր ծրագիր է, հավատացեք, եթե դուք տոհմի ծրագիրը կամ ծննդյան ամսվա ծրագիրը չեք անցնում դրականորեն, դուք չեք կարող գումար, հարաբերություններ եւ առողջություն ունենալ ներդաշնակություն, որովհետեւ ծննդյան ամսվա ծրագիրը ծննդյան տարեթվի ծրագրից առաջ է եւ այս բոլոր ծրագրերը ունեն խիստ ակտիվացման ժամանակահատված, իսկ խիստ ակտիվացման ժամանակահատվածում, երբ որ մենք կարողանում ենք ծրագիրը ճիշտ ժամանակին անցնել, մենք շնորհների եւ հնարավորությունների տեսքով մեծ առաջարկներ, միջավայրներ, նոր մարդիկ են գալիս մեր կյանք։ Ու եթե կան այստեղ մարդիկ, ովքեր ունեն երեխաներ եւ այդ երեխաները 18 տարեկանը արդեն լրացած է, որովհետեւ մինչեւ 18 տարեկանը երեխային վերլուծություն չենք անում։ Անում ենք միայն անհատականության, այսինքն ծննդյան օրվա ծրագիրը սովորաբար ծնողինն ենք անում, որովհետեւ երեխան մինչեւ 18 տարեկան ապրում է ծնողների ծրագրերով, այստեղ ինչ է ձեզ ցույցված, որ մինչև 18 տարեկան երեխայի համար անցեք, որպեսզի իմանաք, թե ինչպիսի խմբակներ կարելի է երեխային ուղղորդել, ճիշտ խմբակներ, որպեսզի ուղղորդեք, իսկ 18 տարեկանից հետո ձեր երեխաներին ուղղորդեք դեպի թվային վերլուծաբանի մոտ, որպեսզի իրենք ժամանակին անցնեն իրենց ծրագրերը եւ կյանքում մեծամեծ հաջողություններ ունենան։ Հավատացեք, բոլոր այն մարդիկ, ում դուք տեսնում եք, որ շատ մեծ արագությամբ աճում են ու զարգանում են, մեծ ձեռքբերումներ են ունենում,
բոլոր այդ մարդիկ արդեն ունեն այս ճանապարհային քարտեզը։ Բնականաբար ոչ բոլորն են դրա մասին բարձրաձայնում, բայց եթե դուք տեսնեք նրանք ինչ քայլերի հերթականությամբ են ապրում, ինքներդ կհամոզվեք, որ նրանց ճանապարհային քարտեզը գրված է եւ իրենց ձեռքին է, եւ նրանք ամբողջ կյանքում հետևում են միմիայն այդ ցուցումներին։ Ու եթե ունեք 18-ից բարձր տարիքի երեխաներ, ուղղորդեք նրանց, թող նրանք անցնեն իրենց անհատականության ծրագիրը, որը խիստ ակտիվ է մինչև 25 տարեկանը, թող անցնեն իրենց ծննդյան ամսվա կամ տոհմի ծրագիրը, որը խիստ ակտիվ է մինչև 33-35 տարեկանը, ապա տարեթվի ծրագիրը, որը 33 տարեկանից ակտիվանում է եւ ակտիվ է մինչև կյանքի ավարտը, ու ցանկացած ծրագիր, որը մենք չենք անցնում ճիշտ ժամանակահատվածում, ինքը պարտքի տեսքով գումարվում է հաջորդ փուլին։ Դրա համար էլ 33 տարեկանից հետո ովքեր նորից գրեցին, որ իրենք խնդիրներ ունեն գումարի, հարաբերությունների, առողջության ոլորտում, վկայում է մի բանի մասին. ճիշտ ժամանակին չենք անցել տվյալ ծրագրերը եւ դրանք պարտքի ձևով, իսկ պարտքը ինչ է, խնդիրների ձևով արդեն ծառայում են մեր առաջ։ Որպեսզի խուսափենք, լինենք տեղեկացված եւ նոր հնարավորություններ բերենք մեր կյանք, անհրաժեշտ է ավելի մեծ թվով մարդկանց այս մասին իրազեկել եւ հենց ձեր երեխաներից սկսեք, թող ունենան ամենալավ կյանքը, որի մասին նրանք երազում են, որովհետեւ ծննդյան օրվա մեջ է մեր երազանքների իրականությունը դրված։ Ու եթե մենք մեզանից յուրաքանչյուրը կլինի 30, 40, 50, 60 տարեկան, մենք մեր երազանքները չենք կարողանում իրականություն դարձնել, սա վկայում է այն մասին, որ մենք ուղղակի հավատարիմ չենք մեր ներքին երեխային։ Իսկ եթե մենք մեր ներքին երեխային հավատարիմ չենք, մենք հեռացել ենք իրենից, իր ցանկություններից։ Ձեր աղջկա մոտ դժվարությամբ է լինում, որովհետև ինքը առաջին ծրագիրը արդեն իսկ դժվար է անցնում կամ գուցեև չի անցնում։ Դրա համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն։ Ձեր աղջիկը քանի տարեկան է։ Ուղղորդեք, թող գա, անցնենք առաջին ծրագիրը միայն, եթե մինչև 18 տարեկան է։ Ես հիմա կխոսեմ վերջին մարդու մասին, այստեղ գրված է 11:07, ձեր մասին շատ հակիրճ կխոսեմ, իսկ մանրամասների համար կգրեք ինձ արդեն։ 11-ը վկայում է այն մասին, որ դուք լիդեր եք, առաջնորդ եք, բայց միևնույն ժամանակ դուք ագրեսիվ եք, եւ սա կոչվում է ագրեսիան, ծրագիրը չանցնել։ Այդ ագրեսիվությունը ինչպես կարող է լինել։ Ագրեսիա, որը ուղղված է դեպի ձեզ, եւ ագրեսիա, որը ուղղված է դեպի արտաքին աշխարհը։ Եթե ագրեսիան ուղղված է դեպի արտաքին աշխարհը, ուրեմն գումարի հոսքի արգելափակումը անմիջականորեն կապեք դրա հետ։ Եթե դուք չեք կարողանում ձեր հույզերը արտահայտել, տարալուծվում եք, չնայած 11-երը դժվար տարալուծվեն, ավելի շատ տարալուծվում են 2-ին ու 20-ին ծնված մարդիկ, որովհետև այստեղ լիդերություն կա եւ 11-երը առհասարակ չեն սիրում, որ իրենց հետ որևէ մեկը մրցակցում է, որովհետև 2-1-ի միացություն են։ Եվ երկրորդ կարևոր ցուցիչը ձեզ համար 7-րդ ամսին եք ծնվել, ասացեք խնդրեմ հիմա ինձ, դուք մինչև 33 տարեկանը փոխել եք ձեր բնակության վայրը։ 33-35 տարեկանում։ Ինձ որևէ թիվ այլևս մի գրեք, որովհետև այլևս չեմ վերլուծելու, սա վերջին թիվն էր, ինչպես ասացի, որովհետև ուղիղ եթերը ավարտին է մոտենում։ Բոլոր թվերը ինձ ուղարկեք արդեն անհատապես եւ գրանցվեք անհատական խորհրդատվության համար, որպեսզի փոխեք ձեր կյանքի ընթացքը։ Սա շատ կարևոր կետ է, փուլ է, որ յուրաքանչյուր մարդ ոչ թե պիտի ասի, որ ինքը դժբախտ է, գոյություն չունի դժբախտ եւ բախտավոր լինել, լավ աստղի տակ ծնվել կամ չծնվել, կա պատճառ հետևանքային կապ։ Եթե դուք սպասում եք, որ ամենալուրջ խնդիրներին կյանքում բախվեք, որպեսզի հետո ձեր շապիկը վաճառեք ինձ տակ գումարը, որ ես փոխեմ ձեր կյանքը, մի հասեք այդ կետին ուղղակի։ Հիմա սկսեք, ոչինչ որ լավ է ինչ-որ ոլորտում։ Անցեք այդ ծրագրերը դրականորեն, ունեցեք այդ վերլուծությունը մի ամբողջ կյանք ձեր ձեռքին ու ճիշտ ապրեք։ Ապրեք այնպես, ինչպես ցուցված է։ Լուծումները տվեք այնպես, ինչպես գրված է, որ հետո ամենաբարդ խնդրի առաջ չկանգնեք։ Ամենալուրջ առողջական խնդրով պետք չի գալ արդեն ինձ մոտ։ Ամենալուրջ բաժանության կետին կանգնած հարաբերությունների դեպքում ես կտամ բոլոր գործիքները, բայց ձեզ համար շատ դժվար կլինի արդեն այդ իրավիճակը փոխելը։ Պետք չի, որ մարդը իրեն հասցնի ամենաճգնաժամային կետին նոր քայլ կատարի։ Թեպետ ես հավատում եմ, որ մարդը միայն ճգնաժամային կետերում է աճում, բայց պետք չի ընկնել մինչև վերջ, նոր որ կարողանաք դուք ձեզ բարձրացնել։ Չէ՞ որ հիմա ես տալիս եմ բոլոր այդ կետերը
բանալիները, որ թաքնված է ձեր կյանքի մեջ։ Հարգելի Արմին է, դուք ինձ չնշեցիք, թե ասել եք ես չեմ նկատեմ։ Հարգելի Արմին է, դուք մինչև 35 տարեկան, նշել եք ոչ, ես եմ անուշադիր եղել։ Այդ ձեզ ցույցված է, որ մինչև 35 տարեկանը փոխեք ձեր բնակության վայրը։ Այսինքն ոչ միայն մի տնից մյուս տուն տեղափոխվելը, նաև խորհուրդ է տրվում մի քաղաքից մյուս քաղաք տեղափոխվելը, ինչու՞ չէ նաև հետագայում երկիր փոխելը։ Ու եթե դուք հիմա գտնում եք, որ դուք այնքան էլ ձեր տեղում չեք, ձեր կյանքը այնպես չեք ապրում, ինչպես որ ապրում եք, եւ խնդիրներ ունեք արդեն գումարի, հարաբերությունների եւ առողջության ծրագրում, ուրեմն իմացեք, որ սա ուղիղ ցուցիչ է։ Երկրորդ ծրագիրը, ամենակարևոր ծրագիրը, որը ես սիրում եմ ասել, ամսվա ծրագիրը ժամանակին չեք անցել, բայց մեծ կյանքը հնարավորություն է տալիս մեր ծրագրերն էլ հետը քայլ կատարել այդ ծրագրերից յուրաքանչյուրի ուղղությամբ, մի փոքր քայլ ու անել այն, ինչ հնարավոր է։ Եթե այս պահին ձեզ համար հնարավոր չէ, որպեսզի դուք փոխեք բնակության վայրը, ասենք այլ քաղաքում բնակություն հաստատեք, ուրեմն խորհուրդս է ձեզ դրականորեն անցնելու այս ծրագիրը որոշակիորեն երբեմն ճանապարհորդեք։ Սա կօգնի ձեզ։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչը կարգել է բացի ձեր գումարի հոսքը, ուղիղ ցուցիչ է հենց այս ծրագրի հետ կապված, արդեն կարող եք անհատապես գրել ինձ։ Հարգելի ընկերներ, ուզում եմ այսքանով սահմանափակել մեր այսօրվա ուղիղ եթերը։ Մենք գրեթե 1 ժամ 10 րոպե եթերում ենք, չհաշված մեր ընդհատումները այսօրվա։ Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ձայնի համար։ Սովորաբար որպես հանրային խոսքի մասնագետ իմ ձայնը շատ ավելի լավ է հնչում, բայց առողջական խնդիրների պատճառով այսօր այսպես էր։ Կարծում եմ, որ շատ լավ է, որ փոխել եք ձեր բնակության վայրը։ Ես կարծում եմ, որ արդեն ինչ-ինչ հարցեր ֆինանսական ոլորտում բարեկարգվել է։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով այսօր համբերատար իմ ձայնի հետ կապված կարողացավ մնալ ուղիղ եթերում։ Կարծում եմ, որ թերևս թեման շատ հետաքրքիր էր ու մենք կարողացանք ճիշտ օգտագործել այս ժամանակը։ Ես ձեզ տվեցի արդյունավետ տեղեկատվություն ձեր մասին, որպեսզի դուք իմանաք։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ինչի համար նախ եւ առաջ, որ ինքներդ հավատարիմ եղաք ձեզ։ Այս 1 ժամը դուք նվիրեցիք ինքներդ ձեզ։ Շատ դժվար է լինում 24 ժամվա մեջ ուղիղ 1 ժամ մենք ինքներս մեզ տրամադրենք։ Ու ես հիմա շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս 1 ժամ 10 րոպեն կարողացան նվիրել իրենց գիտելիքների, իրենց ինքնակրթման, իրենց բացահայտելու համար։ Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ անցնելու այս ճանապարհը, պատրաստ եմ օգնելու, բայց անհրաժեշտ է ձեր պատասխանատվությունը սեփական կյանքի համար։ Ինձ պետք չէ գրել, եթե ես անցնեմ վերլուծությունը գումարս կավելանա, հավատացեք, եթե դուք անցնեք կավելանա։ Որովհետև այն մարդը, ով հավատով է մոտենում այս ամենին, այն մարդը, ով վստահում է ինքն իրեն, այն մարդը, ով գիտի, որ այս ամենը իրեն միայն օգնող ցուցիչներ են, հավատացեք, տարբերակ չունեք չհաջողելու։ Ես որ վստահ եմ այս կատարված աշխատանքի մեջ, մնում է դուք էլ վստահաբար իմանաք, որ կյանքում հաջողել կարելի է։ Ամենակարճ ճանապարհը յուրաքանչյուրիս ինդիվիդուալ ծննդյան օր, ամիս, տարեթիվն է։ Սա մեր հաջողության կոդն է։ Կանցնենք այս 5 ծրագիրները, կակտիվացնենք մեր հաջողության ծածկագիրը։ Չենք անցնի այս 5 ծրագրերը համաձայն այդ ցուցումների, ուրեմն այդ թվերը կգործեն ի վնաս մեզ։ Ի վնաս մեզ ասվածն էլ խնդիրների առատությունն է։ Լավ մնացեք, ուզում եմ, որ յուրաքանչյուրդ կարողանաք անցնել այս 5 ծրագրերը բովանդակային առումով։ Կանանց 1 ամսյակ է։ Անցեք հարաբերությունների ծրագիրը, սիրելի կանայք, նվիրեք ձեզ այս ծրագիրը, որովհետև շատ մեծ փոփոխություններ եք անելու։ Նվիրեք ձեզ անհատականության ծրագիրը, որովհետև ձեզ ինքներդ բացահայտելու եք։ Ու հարաբերություններում այլևս չեք թույլ տալու այն խնդիրները, որոնք հիմա տալիս եք, ու չեք հասկանում պատճառը, թե ինչու ձեզ չեն սիրում, ինչու ձեզ դավաճանում են, ինչու ձեզ հետ չեն կիսվում մտքերով։ Այն ամենը, ինչ դրված է ծննդյան օրվա եւ հարաբերությունների ծրագրում, սա ամենավառ ծրագրերն է, որովհետեւ մենք հարաբերությունների միջոցով ենք աշխարհին ինքնաներկայանում, որովհետեւ մենք միայն մարդկանց միջոցով ենք գումար վերցնում ու վաստակում եւ միայն մարդկանց միջոցով է, որ գումար ենք կորցնում, որովհետեւ մենք մարդկանց միջոցով է, որ հիվանդությունների ենք բախվում, որովհետեւ մեր էմոցիաները ճիշտ չենք կարողանում արտահայտել։ Ուրեմն անցեք այս կարևորագույն 5 ծրագրերը։ Հավատարիմ եղեք ինքներդ ձեզ, սիրեք ինքներդ ձեզ ու աշխարհում նախ եւ առաջ որևէ մեկի համար որևէ բան անելը ուրախացրեք ձեր ներքին մանուկին ու կտեսնեք, որ ձեր բոլոր նպատակները իրականության հասնում են։ Լավ մնացեք, հաջողություն բոլորիդ։